Պարոն Բալայան, Նիկոլ Փաշինյանը վերջի կառավարության նիստերին թիրախավում է դատական համակարգը, դատավորների անվանում կոռուպացիոն դատական համակարգի ներկայացուցիչներն ասում են կաշառք են վերցնում, այս աղմկոտ գործերով արդարացնում են Հերթով կտակ հարցերը։ Դուք հիմա իր այդ հայտարարությունը ինչպես եք ընկալում, պարոն Բալայան, արդյոք սա չի հեղինակազրկում դատական համակարգը։ Իսկ երբ տենց հայտարարություններ չեն արել, որ հիմա էլ անում են։ Վերջի շրջանում կարծես ավելի է։ Ոնց որ հաճախ են անում, էլի։ Հաստատի ստացվում այնպես հասարակության մոտ տպավորություն է ստեղծում, որ այս երկրում անարդարության սովի պատճառը դատավորներն են։ Հիմա երբանից ինչպես պետք է դատավորները կարողանան ըստեյության իրավիճակը ցույց տալ, որ այդպես է կամ այդպես չէ։ Ինձ թվում է Երևան քաղաքի խցանումների պատճառներն էլ են դատավորները, նիստերը շատ են նշանակում, տենց խցանում է առաջանում։ Ոչ ինչ ասում։ Պարոն Բալայան, եւ հաշիվ տալու հետ կապված, էլի ասում եմ հաշիվ տվեք ձեզ հարգելի դատավորներ, ինչով եք զբաղված։ Պարոն Բալայանը օրինակի համար իրեն ինչպես պետք է հաշիվ տա, որ օրինակ դառնաս Նիկոլ Փաշինյանի սրտի դատավորը։ Մեթոդը ո՞րն է։ Իսկ դուք ինչ եք կարծում, որ պետք է ինչ-որ մեկի սրտի դատավորը դառնա, ամեն դատավոր իրեն հաշիվ է տալիս։ Իր գործունեությամբ, իր աշխատանքով, չէ՞։ Ոնց դատավորները մեղսունակ մարդիկ են, ոնց կարող իրենց հաշիվ չտալ։ Պարոն Բալայան, նայեք, ընդդիմության լիդերներին բաց նստեցնելու սպառնալիքներ ասում են, երեք ասում են Ռոբերտ Քոչարյան պետք է նստի։ Հիմա երբ որ դատավորը սա լսում է հայտարարությունները, արդյոք չի ճնշում, ի վերջո երկրի առաջի դեմքից է լինում։ Տակ տկայացնելուց լինի կարող է հեղում կատարի այդ հանգամանքը, ես չեմ կարող ասել, եթե ին վարույթուն տենց գործ լինի, երևի թե կմեկնաբանում, չեմ։ Այս հայտարարությունների ֆոնին, պարոն Բալայան, դատական իշխանության անկախությունը ինչպես պետք է ապահովեք։ Դատական իշխանության ապահովման պարտականությունը ինձ թվում է բարձրագույն դատական խորհրդի վրա է դրված, իրենք պետք է ապահովեն։